Շնորհակալություն հարգելի գործընկերներ, մեծարգո փոխխոսնակ, սիրելի Տիկին Գյուրեխյան։ Ես առաջարկում եմ դուք հորդորեք մեր քաղաքացիներին, որ մեզ ընտրեն, մենք վերընտրվենք եւ այդ դեպքում տեսնեք, որ մինչեւ հունիսի 7-ի համար չէր նախատեսված եւ հուսով եմ, որ հատկապես ձեր խոսքից հետո նույնիսկ նրանք, ովքեր տարակուսում էին ընտրեն քաղաքացիական պայմանագրին, թե ոչ կընտրեն, որպեսզի այս համակարգը շարունակի գործել ճիշտ այնպես, ինչպես որ մենք ենք այն այսպես պատկերացնում եւ ինչպես ինչ նպատակների, որ մենք ենք հասնելու։ Լավ, մի շարք հարցերի փորձեմ անդրադառնալ Տիկին Գյուրեխյան, խոսեցիք բժիշկների աշխատավարձերի մասին։ Ես նախ ուզում եմ ասել, որ մեր բժիշկների աշխատանքը անգնահատելի է, իրոք անգնահատելի է, որովհետեւ այս ծավալների մեծացման պայմաններում նրանք միևնույն է շարունակում են պատշաճ սպասարկել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ որևէ մեկին չեն թողնում առանց ծառայության, բժշկական ծառայության, այս իմաստով խոնարհումս մեր բոլոր բժիշկներին, շնորհակալություն, ինչպես նաև պետք է գնահատել ասոցիացիաների աշխատանքը, որոնք որ օգնում են լիազոր մարմնին նաև վերանայելու ծառայությունների գները, ինչպի խնդիր է սա, որը որ դուք բարձրացրեցիք, բայց ես ձեզ ասեմ, որ հստակ պիտի ասեմ, որ ասոցիացիաների եւ բժիշկների մասնագետների հետ համատեղ քննարկումների արդյունքում մի շարք ծառայությունների գներ, փոխհատուցումներ արդեն վերանայվել են եւ դա պարբերական բնույթ է կրում, այսինքն պարբերաբար դրանք նաեւ վերանայվելու են։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, տեսեք, դուք պահանջում եք ֆիքսված աշխատավարձ, բայց մենք գործ ունենք ազատ շուկայական, ազատ տնտեսական հարաբերությունների հետ, այսինքն ֆիքսված աշխատավարձ լինել չի կարող։ Հիմա բացատրեմ ինչ է տեղի ունեցել։ Առողջապահության նախարարությունը սահմանել է նվազագույն շեմ, աշխատավարձի նվազագույն շեմ։ Բուժ հաստատությունը իր հայեցողությամբ այդ աշխատավարձը կարող է բարձրացնել, ելնելով իր մուտքերից ֆինանսական, իր ընդհանուր առմամբ ֆինանսական վիճակից եւ իր ցանկությունից, եւ սա արդեն մրցակցության տիրույթում է, բուժ հաստատությունների տիրույթում է, մրցակցության դաշտում է եւ հենց այս հնարավորությունն է տրված, որպեսզի բուժ հաստատությունները կարողանան իրար հետ մրցակցել եւ ուզում եմ երաշխավորել, որ պետական բուժ հաստատությունները բավականին այդ սահմանված նվազագույն շեմից բավականին բարձր աշխատավարձ են տալիս բժիշկներին։ Եվ նաև իհարկե ասոցիացիաների ներգրավման հարցում էլի ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դերը էլի շատ մեծ է, որովհետև եթե հիշում եք ասոցիացիաների մասին օրենքը եւս հեղինակել ենք մենք եւ այն հրաշալի գործում է։ Ինչ վերաբերում է մարզերում մասնագետներ չլինելուն, այս մասին մենք շատ ենք խոսել, բայց եւս մեկ անգամ ասեմ, մոտավորապես 3 տասնամյակ հետևողականորեն մարզային հիվանդանոցները փլուզվել են, որևէ գործողություն չի կատարվել, որևէ օրենսդրական փոփոխություն չի կատարվել, որևէ նախաձեռնություն չի եղել, որպեսզի մարզային հիվանդանոցները կարողանան իրենց գոյությունը պահպանել եւ դրանք տարիների ընթացքում բնականաբար մաշվել են, մասնագետները այնտեղից հեռացել են եւ դուք ուզում եք, որ մենք շատ կարճ ժամանակում այդ 3 տասնամյակի փլուզվածը վերականգնենք, բայց մենք անում ենք, մենք իրոք անում ենք, բայց դա տևական ժամանակ է պահանջելու։ Էլի վերհիշելով մեր հեղինակած օրենքը, որով որ մենք նպատակային կրթության մասին այդ օրենքը, որ եթե ինչպես պարոն Գրիգորյանը նաև եւս մեկ անգամ հիշեցրեց, եթե պետությունը վճարում է կրթության համար, ապա հետո պահանջում է մարզերում կամ առաջարկում է ըստ նպատակի, ըստ կարիքի մարզերում շարունակել աշխատանքային գործունեությունը եւ այստեղ մենք պետք է նաեւ ներգրավենք մեր տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի հավելյալ սոցիալական աջակցության խրախուսումով կարողանանք շատ լավ մասնագետներ տեղափոխել մարզեր։ Հավատացեք, մենք դա էլ ենք անում, դա էլ ենք մտածել եւ այս իմաստով էլ կարողանում ենք իհարկե մեծ հաջողություններ գրանցել։ Ինչ վերաբերում է առողջապահության համակարգին ընդհանուր առմամբ եւ առողջության ապահովագրությանը։ Նախ պարոն Աղազարյանի հարցին այս հարցը շատ է քննարկվել, բայց եւս մեկ անգամ անդրադառնանք դրան։ Այո, քննարկվել է նաեւ այն մոդելը, որ կարող են մասնավոր ապահովագրական ընկերությունները ներգրավված լինել, բայց այս պահին մենք արել ենք գրեթե անհնարինը, որովհետեւ եթե դա հնարավոր լիներ, առողջության ապահովագրությունը արդեն արված կլիներ տասնյակ տարիներ առաջ, որովհետեւ այդ ցանկությունը բոլոր իշխանությունները ունեցել են։ Մենք արել ենք անհնարինը, բայց սա շատ պատասխանատու բարեփոխում է եւ այս փուլում պետությունը որոշել է, որ
ինքը ամբողջությամբ իր վրա պիտի վերցնի պատասխանատվությունը, կրի այդ պատասխանատվությունը եւ պատշաճ ծառայություններ մատուցի Հայաստանի Հանրապետության բոլոր ծառայությունների կարիք ունեցող քաղաքացիներին։ Ժամանակի ընթացքում, եթե մենք տեսնենք, որ արդեն համակարգը գործում է շատ լավ, չնայած դուք գուժում եք, որ այն շուտով փլուզվելու է, բայց ես երաշխավորում եմ, որ նման բան տեղի չի կարող ունենալ, դրա մասին վկայում էին նաև մեր քաղաքացիների են գոհունակությունները, որոնք որ մենք լսում էինք այս ընթացքում մեր ներկուսակցական քարոզարշավի կամ մարզերում պտտվելու ժամանակ, եւ բոլորը առաջին հերթին շնորհակալ էին այն հնարավորության համար, որ պետությունը տվել է իրենց եւ նրանք իրենց տարիներով չլուծված առողջական խնդիրները կարողանում էին շատ արագ, հեշտ եւ պետության հաշվին լուծել։ Շատ ասելիք կա, բայց թերևս այսքանը։ Պարոն Օհանյան, ձեզ մաղթում եմ հաջողություններ եւ ես վստահ եմ, որ մի շարք չլուծված հարցեր մենք բոլորս միասին, ինչպես նաեւ ընդդիմության օգնությամբ, մեր քաղաքացիների ահազանգերի օգնությամբ միասին լուծելու ենք, ձեզ կանաչ ճանապարհ եմ մաղթում, ցավոք այդ ճանապարհը կարճ է, բայց վստահ եմ, որ ձեր գիտելիքներով դուք կարող եք այս կարճ ժամանակահատվածում էլ այդ բոլոր խնդիրները լուծել։ Ինչ վերաբերում է խնդիրներ բարձրացնող բժիշկներին եւ նրանց նկատմամբ ոչ ցանկալի վերաբերմունքին, այդպիսի բան լինել չի կարող։ Ազգային ժողովը, չեմ ասում միայն առողջապահության հանձնաժողովը, ամբողջ ազգային ժողովը հատկապես կանգնած է բոլոր բժիշկների թիկունքին եւ մենք բոլորս պատրաստ ենք լուծվող, ոչ թե վիրավորանքի տեսքով հարցերը, ինչպես նաեւ նորմալ քննադատություններին ընթացք տալ եւ վերանայել եւ շնորհակալություն բոլորին, ովքեր որ ներգրաված են այս ամենակարևոր բարեփոխումը մեր կյանքում իրականություն դարձնելու համար։ Շնորհակալություն։